ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կիրակի մեկնել է Սաուդյան Արաբիա, Ջիդա, ուր բանակցություններ են նախատեսված ուկրաինական պատվիրակության հետ։ Հայտարարված նպատակն է նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգի առաջմղումը փոխհամաձայնություն ձեռք բերել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ տալու գործում։ Հիշեցնենք, Ջիդայում նախատեսված բանակցություններին նախորդել էին բավականին բուռն զարգացումներ։ Սպիտակ տանը նախագահներ Թրամփի եւ Զելենսկու թեժ հանդիպումը, որին հաջորդել էր Ուկրաինայի նախագահի հրապարակային պատրաստակամությունը ձեռնամուխ լինել Մոսկվա հետ խաղաղ բանակցություններին։ Նախագահ Թրամփը անցած ուրբաթ անդրադարձել էր գործերի ընթացքին։ Կարծում եմ շատ լավ ենք առաջ գնում Ռուսաստանի հետ, բայց հենց հիմա նրանք դաժանաբար ռմբակոծում են Ուկրաինան։ Բայց անկեղծ ասած, ինձ ավելի դժվար է գործ ունենալ Ուկրաինայի հետ, նրանք զուրկ են խաղաղ քարտերից։ Կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար Թրամփը ճնշումներ էր գործադրել կողմերի վրա։ Նա սառեցրեց Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնության եւ հետախուզական տվյալների տրամադրումը, միաժամանակ սպառնալով Ռուսաստանին ընդգրկում պատժամիջոցներով։ Ավելի ուշ Կիրակի ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե Վաշինգտոնը գրեթե վերականգնել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը եւ հույս հայտնեց, որ Սաուդյան Արաբիայում ուկրաինացի պաշտոնյաների հետ առաջիկա բանակցությունները կտան դրական արդյունքներ։ Գրեթե վերականգնել ենք հետախուզական տվյալների տրամադրումը Կիևին, ասել էր Դոնալդ Թրամփը լրագրողներին։ Դիտորդների խոսքով ռուս-ուկրաինական համաձայնության կայացումը քաղաքական առումով խիստ կարևոր է Թրամփի համար։ Նա ըստ էության հանձն է առել, որ իր նախագահության օրոք ձեռք կբերվի ինչ-որ համաձայնություն, սակայն բանակցությունները ներառում են բազմաթիվ խաղացողների՝ Ռուսաստանին, Ուկրաինային, Եվրամիությանը։ Ինչևէ, Ջիդայում սպասվող ամերիկա-ուկրաինական բանակցությունների նախօրեին Վաշինգտոնում հանրահավաքի էին դուրս եկել Ուկրաինայի կողմնակիցները, հանգիստ չէր նաև օվկիանոսից այն կողմ։ Ռուսական ուժերը շարունակում են գրոհները ուկրաինական խաղաղ բնակավայրերի դեմ։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։